Արդարադատության դատական ոլորտներում իշխող ուժը մի շարք ինստիտուցիոնալ փոփոխություններ է իրականացրել։ Այդ փոփոխությունները տեղ-տեղ տվել են իրենց արդյունքները, սակայն գոհ չենք այդ արդյունքներից։ Այս մասին լրագրողների զրույցում նշեց Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Վերջինիս խոսքով նման եզրահանգման եկել են քաղաքացիների հետ տեղ ունեցած հանդիպումներից հետո, իսկ իրավիճակի լավարկման համար անհրաժեշտ է վիրահատական միջոցներ ձեռնարկել։ Նոր սահմանադրության մեջ պետք է կարդինալ փոփոխություններ արվեն այս իմաստով, մասնավորապես երթվյալ ատենակալների ինստիտուտի իմաստով, որպեսզի մենք կարողանանք ունենալ այնպիսի արդարադատության համակարգ, որ ուրեմն թե մենք, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գոհ լինեն գործընթացներից։ ԿՊ խմբակցության քարտուղարը անդրադարձ կատարեց նաև Ուժեղ Հայաստան կուսակցության անդամների վերջին շրջանում իրավապահների ուշադրության կենտրոնում հաճախակի հայտնվելու ուշագրավ դեպքերին։ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Հայաստանը իրավական պետությունն է եւ օրենքի առաջ բոլորն են հավասար, իսկ ովքեր խախտելու են օրենքը անպայման կկանգնեն պատասխանատվության առաջ, ասաց պատգամավորը։ Օրենքը չի ճանաչում կարգավիճակ, այս իմաստով լավ է գոնե որ դատարանը խափանման միջոցը կիրառել է կերակրող մոր վերաբերյալ ուրեմն վարչական հսկողությունը, ինչը ես ասում եմ, որ ոչ թե պատիժ է այս դեպքում, այլ փրկություն, որովհետև պետության հովանու ներքո այդ մարդիկ չեն կարողանա նոր հանցանքների գնալ եւ վտանգի տակ դնել իրենց երեխաներին, իսկ մնացած գործընթացները իրավական գործընթացներ են, բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ։ Հայաստանում ընտրակեղծիքներով, ընտրակաշառքներով հնարավոր չի ազդել ընտրության արդյունքների վրա, մենք դա թույլ չենք տվել, թույլ չենք տալու։ Հնարավոր է արդյոք Հայաստանում համակարգված ընտրակաշառք բաժանվի եւ ընտրությունները կեղծվեն։ Դիտարկմանն ի պատասխան Արթուր Հովհաննիսյանը հակադարձեց, որ իրավապահներն աշխատում են օպերատիվ եւ յուրաքանչյուր նման դեպք արժանանալու է օրենքի խիստ գնահատականի, բացառելով նաեւ ընտրությունների կեղծումը։ Իսկ Ազգային ժողովի լիագումար նիստերի ընթացքում ընդդիմադիր պատգամավորների կողմից նիստերին չմասնակցելն ու միայն գրանցվելը, որի մասին անդրադարձ էր կատարել նաև վարչապետ Փաշինյանը, խմբակցության քարտուղարը մեկնաբանեց հետևյալ կերպ. Մարդիկ ես կարծում եմ շատ վաղուց արդեն ամեն ինչ հասկացել են, ընդդիմադիրներն էլ հաշտվել են իրենց պարտության հետ, վերջին 2 ամիսն է մնացել, եկել են ներողություն ես բառամթերքիս համար գումար քերելու Հայաստանի Հանրապետության ժողովրդից։ Հավելենք, որ ԱԺ-ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ որպես իշխող ուժ կփորձեն նոր սահմանադրության տեքստ հրապարակել մինչև խորհրդարանական ընտրություններ, որպեսզի հանրությունը իրազեկված լինի եւ տարատեսակ շահարկումների զոհ չդառնա։